Այդ սիրտիկ ցույց տվող տղամարդը ասում է, եթե ինքը չլինի երկրի ղեկավար, պատերազմ անել։ Հայաստանի դեմ պատերազմ սկսել կամ չսկսել չի որոշում ոչ Ալիևը, ոչ Էրդողանը, ոչ ինչ որ մեկը։ Որոշում են գերպետությունները։ Ինչ է նշանակում, եթե Ալիևը ուզում է սկսի պատերազմ Հայաստանի դեմ, նա պետք է նախորոք աշխատանք տանի, կոպիտ ասեմ, թույլտվություն ստանա, որ դա անի։ Հակառակ դեպքում ինքը կանգնի մեծ խնդիրների առջև։ Մենակ ինքը չէ, ամբողջ Ադրբեջանը։ Այսօր մեր երկրի ղեկավարը ասում է, մենք ենք որոշում Եվրազեսից դուրս գանք, թե դուրս չգանք։ Թող դուք բան չեք որոշում։ Ոչ մի միջազգային պայմանագիր չի կարող ստիպել կամ միջազգային բլոկ կլինի էկոնոմիկայի կամ կլինի զինված, չգիտեմ, ինչ ուզում եք, չի կարող ստիպել ինչ որ երկրի, որ այս երկրի հետ ինքը պետք է առևտուր անի։ Կոպիտ ասեմ, ոչ մեկ չի կարող ստիպի Ռուսաստանին Հայաստանից, ասենք, կոնյակ առնել։ Հա, մենք ինչ որ մի կազմակերպության մեջ ենք, որը որ պետք է, ասենք, ինչ որ պայմաններ ստեղծի բարենպաստ, որ մենք իրար հետ առևտուր անենք։ Բայց ոչ մեկ չի կարող ստիպի, ասենք, ռուս բիզնեսմենին գա Հայաստանից ծաղիկ առնի։ Չի կարող ստիպի։ Ոչ մեկ չի կարող ստիպի, որ Ռուսաստանի համապատասխան մարմինները ստուգում չնշանակեն, ասենք, Հայաստանի մրգերի ու որոշում կայացնեն, դուրները գալիս է, թե դուրները չի գալու։ Կան Մոսկվա, ասենք, գիտեք, Հայաստանի ծաղիկը լավ հոտ չի գալու։ Մեր դուրը չի գալի, ինչ է կանել։ Հա իրավաբանորեն էլի կմնաս, չգիտեմ, այդ կազմակերպության մեջ։ Բայց ոչ մի բան չես կարող անես, ոչ մեկ չի կարող ռուսներին ստիպի։ Ոչ մեկ չի կարող ու չզարմանաք, որ վաղը սկսվեն պայմանագրերը խզվել։ Այս աբսուրդ վիճակի մեջ, որ նա մեզ դրել է, ավելի շուտ կբերի պատերազմի, քան ասենք, երբ որ գա մի adekvat մարդ, որը որ աշխատելով միջազգային հարաբերությունների մասով հասկանա ինչ է անում։